Սիրելի կույսեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն։ Այսօր սեպտեմբերի 26-ն է, իմ օրացույցով Մերկուրիի օրը ձեր մոլորակն է ձեզ բաժին ընկել եւ շատ կարեւոր բան եմ ուզում նշել, որ դուք 8-րդ տեղից այդպես մեծ թռիչքով հասել եք երկրորդ տեղ, այսպիսի հետաքրքիր, տեսնեք հետաքրքիր իրավիճակ ունենք եւ հավանաբար բանը նրանումն է, որ ես կարծում եմ սեպտեմբերի 11-ին լինելու է նորալուսին, որը հենց ձեր նշանում է լինելու սիրելի կույսեր եւ ձեզ հնարավորություն է ընձեռվում, որպեսզի դուք ասել նոր կյանք, նոր գործունեություն, միգուցե սկսեք կամ հիմքը դնեք, այսպիսի տրամադրություն կա, բայց ես նշեմ նորից, որ ձեր թեման դեռևս չի ավարտվել եւ 27 թվականի մարտին է ավարտվելու, որովհետեւ ինձ այս հարցը շատ են տալիս, եթե ես չմոռանամ ընդհանուր ներկայացնելիս մի քանի օրից երբ կներկայացնեմ, այդ ժամանակ եւս նշեմ, որ ձեր թեման 2027 թվականի մարտին նոր կավարտվի, կգոհացնի այդ պատասխանը տիեզերքի թե ոչ, ձեզ դա արդեն դուք կգրեք մեկնաբանություններում, բայց դա հետո, իսկ հիմա ես մինչ նորալուսնին անցնել, ուրեմն նշեմ, որ ասացի 26-ն է Մերկուրիի օրը, իմ օրացույցով աղաչեմիս օրը ձգանշանում ձեր հանդիպակաց նշանում է, նորից ես անդրադառնում եմ լուսնի խավարմանը, չնայած որ նախորդ անգամ ես արդեն նշել էի, պարզապես մենք այստեղից սկսում ենք, պիտի շարունակենք, ձեր հակադիր նշանում է լինելու ուրեմն լիալուսինը եւ բարեբախտաբար ես կարծում եմ, քանի որ դա լավ լիալուսին է, այսինքն համագործակցության հարցում հնարավոր է, որ ինչ որ առումով ձեր գործերում, եթե դուք մինչև այդ սկսել եք, ինչ որ գործունեություն եք ծավալել եւ սպասում եք արդյունքը եւ այլն, ես կարծում եմ այս փուլում ինքը ձեզ համար լավ կլինի, ինչը չեմ կարող խոստանալ 27 թվականի մարտին, փետրվար մարտ ամիսների համար, իսկ սեպտեմբերի համար ես կարծում եմ ուրեմն այս սեպտեմբերը փոխանցվում է լուսնի խավարումը, չէ՞, մենք կարելի ասել այդ խավարման մեջ ինչ որ առումով մտնում ենք սեպտեմբեր, ահա ես կարծում եմ թե անձնական դաշտում, թե գործնական, այստեղ հարաբերությունները կարող են ձեզ գոհացնել, ահա այսպիսի իրավիճակ է բերում ուրեմն լուսնի խավարումը եւ մենք այդ տրամադրությամբ գալիս ենք ու ձեր նշանում լինում է նորալուսինը, հնարավոր է ինչ որ մի բան կավարտվի, որը կարող է ձեզ գոհացնել ինչ որ առումով կամ միգուցե ոմանք արդեն այդ արդյունքը տեսել են, անպայման չի որ հենց դա լինի 28-ին եւ իհարկե դա այն ինչ որ կատարվել է հիմք կհանդիսանա, որպեսզի դուք սկսեք նոր գործունեություն, ահա եւ սա այդ Մերկուրիի հետ կապված տեսեք ինչքան ինֆորմացիա փաստորեն ունեցանք եւ ասեմ, որ Մերկուրին ձեր նշանից դուրս գալով մտնելու է ձեր երկրորդ կշռքի նշան, դա կատարվելու է մեկ օրում, այսինքն մի քանի իրադարձություն կատարվելու ամսի 10-ին Ուրանը կդառնա հետընթաց եւ իհարկե Վեներան, որի հետ դուք այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք, ինքը կմտնի ձեր ֆինանսների տանից դուրս կգա, կմտնի երրորդ տուն, ահա եւ ընդհանուր դա ասած այս 3 իրադարձությունները կարեւոր իրենք մեկ օրում են կատարվում, այսինքն սեպտեմբերի 10-ին եւ հաջորդ իսկ օր, այսինքն ինքը կարող է լինել բեկումնային ձեզ համար լինի կարեւոր եւ պլյուս-մինուս 1-2 օր եւ հաջորդ իսկ օր 11-ին այդ նորալուսինը տեղի ունենալու, արևը եւ լուսինը միավորվել են 19 աստիճանում ձեր նշանում, ձեր 19 աստիճանում սիրելի կույսեր եւ դա առավոտյան Հայաստանի ժամանակով 7:26 րոպե 47 վայրկյան, ահա այսպիսի ուրեմն մենք իրավիճակ ունենք նորալուսինը եւ բնականաբար ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, թե այդ նորալուսինը ինչ կարող է բերել ձեզ, ահա, որովհետեւ ոմանց կարող է բերել լավ սկիզբ, ոմանց մոտ որոշակի դժվարություններ լինեն, ուրեմն այդ սկզբի հետ կապված ինչ եմ առանձնացրել ես սեպտեմբերին, նախ ուզում եմ նշել այն, որ սև լուսինը փոխում է իր նշանը եւ 9 ամիս ինքը կտեղավորվի
այդ եղջյուրի նշանում, այսինքն սեպտեմբերի 14-ին ինքը կփոխի նշանը, մինչև 27 թվականի հունիսի 11-ը, սա կարևոր իրադարձություն է եւ կարևոր իրադարձություն է նաեւ աշնանային գիշերը հավասարը, որ տեղի կունենա սեպտեմբերի 23-ին եւ տեսեք շատ կարիճներ եղել են փոփոխություններ, դժվարություններ են եղել, գիտեք, տեղափոխման հետ կապված, ոմանք գնացել են արտերկիր, շատերն են գնացել արտերկիր, այս ընթացքում առաջիկա, եթե հետ գնանք 9 ամիսներ, այդ ժամանակահատվածում եւ բացի դրանից ինչ որ բնակարանում փոփոխություն փոխել են իրենց ապրելավայրը, փոխել են իրենց աշխատավայրը, կամ փոխել են աշխատանքը, կամ պարզապես ինչ որ տեղափոխվել են մեկ այլ տեղ, ամեն դեպքում որոշակի փոփոխություններ եղել են կարիճների մոտ, ասցենզենտով կարիճների մասին առաջին հերթին, հետո նոր արևի եւ իհարկե ինքը հեշտ չի, այդ ամենը հեշտ չի, միգուցե շատեր ունեցել են լավ արդյունք այդ դեպքում, բայց դժվարություններ բնականաբար եղել են, առանց դրա չի լինում եւ իհարկե հիմա ինքը կմտնի հողի նշան եւ ձեզ համար շատ ավելի հարաբերականորեն ավելի հեշտ կլինի եւ դուք ձեր ապագայի հարցերով եք զբաղվելու, այսինքն ինչ որ գործունեություն դուք ծավալեցիք, հիմա արդեն կանցնեք կոնկրետ գործողությունների ձեր ապագայի հարցը կարգավորելու համար եւ դա ասացի սեպտեմբերի 14-ից մինչև 27 թվականի հունիսի ուրեմն 11-ն է եւ գիտեք ինչ, ես ձեզ կարող եմ ասել հետեւյալը, որ ձեզ մոտ հարաբերություններն են եւ ասնտապես հարաբերությունները բավականին ընդգծված են եւ ֆինանսների հետ կապված, այսքան հարաբերություններ, ֆինանսներ, հա, ինչ որ հարցեր կա, ֆինանսական հարցեր է կազմակերպում կամ բիզնես կամ այլ հարցեր, որ անպայման երկրորդ անձնավորության թեման արկա է եւ դուք իրեր հետ, այսքան այդ անհրաժեշտությունը կա, որ դուք իրենց հետ որոշակի հարցեր կազմակերպեք եւ կարծում եմ դա ձեզ կհաջողվի եւ շատ այդպես հավասարակշռված այդ ամեն ինչը դուք կկարողանաք ուրեմն իրականացնել, բայց ֆինանսական հարցերը պետք է վերանայեք եւ հարաբերությունները ֆինանսական հարցերը ոմանք իրենց անձնական հարցեր կարող են լինել իրենց ընկերների հետ կամ հարազատների հետ կամ միգուցե նոր միջավայր եւ այլն, բայց հիշեք, որ սիրելի կույսեր, դուք պիտի փոփոխությունների միջով անցնեք, այսինքն եթե պահանջվում է այսինքն տեսեք բացատրեմ որպեսզի լավ հասկանաք ես չգիտեմ չէ յուրաքանչյուր կույսի նշանով միգուցե արևը ձեր այդտեղ է գտնվում կամ ձեր ասցենդենտի նշանն է շատ կարևոր է որ դուք իմանաք եւ այստեղ կողմնորոշվեք ինչ է երկուսը լսել եւ հասկանալ ու կողմնորոշվել որովհետեւ մեկ նշան լսելով միայն արևի նշան ասենք կույս լսելով դա ճիշտ չի դուք երբեք ճշգրիտ ուրեմն պատասխան չեք ստանա հետո կասեք այդքան էլ չէր համընկնում եւ այլն դրա համար պիտի երկուսը լսեք, այդ երկուսը միացնեք, որպեսզի հասկանալի լինի։ Այ այսպես։ Հիմա նշեմ, որ հարաբերություններում ընկերների, միգուցե նաև հարազատների կամ սպասվելիք, հա, ինչ որ տեղափոխություններ, ասենք, երբ եղել է, այստեղ դուք պիտի անցնեք փոփոխությունների միջով, որպեսզի կարողանաք ադապտացվել, հարմարվել, ձեզանից պահանջվում է այդ փոփոխությունը, սա է տվյալ ամսվա խորհուրդը եւ ես կարծում եմ, որ Մերկուրին ձեզ կօգնի որոշակի իհարկե կլինեն դժվարություններ, այստեղ էմոցիաները կարող են ձեզ խանգարել, բայց պիտի փորձեք ուրեմն փոփոխության միջով անցնելով կարողանաք հարմարվել այսպիսի իրավիճակ է եւ նշեմ, որ կույսերի մոտ հնարավոր իրենց կարիերայում նպատակներում այդպես կտրուկ փոփոխություններ են եղել կամ նրանց մոտ չի եղել իրենց բիզնեսի, հա, իրենց գործերի հետ կապված նույնիսկ եթե ղեկավար եք աշխատել եւ այլն, այստեղ եթե չի եղել, ուրեմն կլինի անպայման առաջիկայում դա արդեն ձեր անձնական քարտեզով է պայմանավորված փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է, որ
ոմանք ասենք հարաբերություններից ելնելով կլինեն փոփոխությունները, ոմանք զրկվեն իրենց աշխատանքից, ոմանք կարողանան փոխել մեկ այլ աշխատանքի անցնել, դա միայն ձեր քարտեզը կարող է ցույց տալ, թե դուք կհաջողեք թե ոչ։ Երբ կհաջողեք, երբ կզրկվեք աշխատանքից, երբ այդ հաջողությունը կլինի ձեր կարիերայում, այդ ամենը ուրեմն կարող է ցույց տալ միայն ձեր անձնական քարտեզը, բոլոր դեպքերում այդ տատանումները ինչ որ ժամանակ կարող են հանգստանալ, մինչև տարվա վերջ, խոսում ենք 26 թվականից, ուրեմն ասենք մինչև տարվա վերջ մի քիչ ավելի տատանումները հանգիստ կարող են լինել։ Ահա, եւ 23-ին ուզում եմ նշել, արևը կմտնի սեպտեմբերի 23-ին արևը կմտնի կշրքի նշան դուրս գալով ձեր նշանից, սիրելի կույսեր, կհայտնվի ձեր երկրորդ տանը, այդտեղ կփորձի հարաբերությունները կարգավորել, ֆինանսական հարցերը եւ այլն այսպիսի թեմաներ կլինեն, եւ հենց այդտեղ էլ կլինի աշնանային գիշերը հավասարը։ Ինչ է աշնանային գիշերը հավասարը, եթե թեմայով ունեմ վիդեո, կտեղադրեմ մեկնաբանություններում, դուք կարող եք նայել, շատ հետաքրքիր թեմա է, ինչպես նաեւ նրանք ովքեր նոր են միացել, նաեւ ասցենդենտի մասին ուրեմն վիդեոն ես հղումը կտեղադրեմ ներքևում, այնպես որ կարող եք նայել եւ հասկանալ ինչ ասել է ասցենդենտ կամ ծագող նշան, եւ դուք հասկանաք, որ նրանք ովքեր նոր են միացել, դուք դա կարող եք իմանալ միայն ձեր ծննդյան ժամի իմացությամբ, իսկ եթե չգիտեք, ապա այն հաշվարկվում է։ Սա էլ այսպես եւ 26-ին, 26-ին արդեն տեղի կունենա լիա լուսին, արևև լուսինը կհակադրվեն 4 աստիճանում, խոյի նշանում է լինելու Հայաստանի ժամանակով 20:40 րոպե 50 վայրկյան, եւ իհարկե դա կվերաբերի ձեր ֆինանսներին, շատերին կարող է ֆինանսներին վերաբերել, ոմանց կարող է ուղղակի այստեղ հարաբերությունները լինեն եւ գիտեք, որոշակի բոլոր դեպքերում, որքան էլ որ հարաբերություններում կամ ֆինանսական վիճակում բարձաբանումներ լինեն, ձեզ համար ամեն դեպքում մնում են մութ բաներ, որոնք դեռ չեն ավարտվել, մնացել են կիսատ, եւ դա ձեզ անհանգստացնում է։ Ես արդեն ասացի, 27 թվականի մարտին վերջնական կավարտվի ձեր այս մաղձավանջում, որ շատ կույսեր հայտնվել են։ Ահա, սա էլ այսպես եւ անցնենք առաջ 28-ին սեպտեմբերի տեղի կունենա հետեւյալ իրադարձությունը։ Մարսն է տեղավորվելու առյուծի նշանում, ինքը ի վերջո այստեղ հարաբերություններն են, գիտեք, ասենք տեղափոխություններ, ինքնին ես արդեն ասացի, ձեզ մոտ կան տեղափոխություններ, եւ դա այլ միջավայրում եք հայտնվում, այլ մարդկանց կողքին եւ այլն, որոշակի դժվարություններ է պահանջում եւ հիմա դուք դա պիտի հաղթահարեք, ուզեք թե չուզեք, որտեղ սեպտեմբերի վերջին նոր ինքը դուրս կգա եւ կտեղավորվի, ինչպես որ ասացի, կրակի նշանում, իր համար դա այդտեղ շատ ավելի լավ է, ի վերջո, այսինքն շատ հարցեր դուք կկարողանաք հաղթահարել, ոմանք ինչ-ինչ խնդիրներից արդեն որ դա առաջացել էր, կփորձեն ուրեմն ձերբազատվել, ոմանք հնարավոր է ինչու ոչ, կարող են նաև շրջագայության գնալ արտերկիր, ահա, այդ թեման եւս ակտիվ է, այնպես որ դա հնարավոր է գործողությունները ավելի թեթև կլինեն, գործը ինչպես ասում են ավելի հեշտ կգնա առաջ, այն ինչ որ դուք կձեռնարկեք, իսկ մնացածը որքան ասենք գումար կծախսեք, կմեկնեք արտերկիր կամ ինչ որ առողջական վիճակի հետ կապված, այլ հարցերի հետ կապված, ուրեմն դա արդեն ձեր անձնական քարտեզը կարող է ցույց տալ։ Ահա, սրանք էին գլխավոր իրադարձությունները, որ սեպտեմբեր ամսին սպասվում է ձեզ սիրելի կույսեր, ասցենցետի նշանով եւ արևի նշանով եւ այսպես սև լուսինը, որը սեպտեմբերի կեսին փոխում է նշանը, ձեզ համար դա լավ, ուրեմն դասավորությունը լավ էներգիա է կուտակվում, ի վերջո հանգստություն կգտնեք ինչ որ առումով եւ իհարկե կարևորում եմ նաեւ աշնանային գիշերը հավասարը եւ ահա մյուս մոլորակները, որ մեկ օրում իրենք փոխում են այդպես կարծես թե
է պայմանավորված փոխում իրենց նշանները, իսկ Ուրանը դառնում է հետընթաց։ Ահա սրանք էին կարևոր իրադարձությունները, այնպես որ ուշադիր եղեք, տեսեք ինչ փոփոխություններ, ինչ անակնկալ է բերում ձեզ 9, 10, 11-ին էլ արդեն նորալուսինը կլինի ձեր նշանում, սիրելի կույսեր, այնպես որ տեսնենք արդյոք ձեր ակտիվությունը կպահպանվի, դուք նոր կմնաք գոնե ասենք առաջին վեցնյակում, թե նորից այդպես հետ կընկնեք, տեսնենք ինչպես կզարգանան, գրեք, իսկ ով որ դուր եկավ կարող են հավանել, եթե իրենց օգտակար եղավ, գրեն, կիսվեն, որքանով են իմ խորհուրդները իրենց օգնում առաջ շարժվելու իրենց նպատակներում, իրենց գործերում։ Այսքանը սիրելի կույսեր, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։